Այսօր մենք կուսումնասիրենք միջնադարում գրագիտության հետաքրքրաշարժ քիչ հայտնի պատմությունը մի ժամանակաշրջան, որը խորապես փոխեց մարդկության կողմից կարդալ գրել սովորելու ձը։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմություններ դիտելու համար։ Պատկերացրեք մի երեխայի, որը նստած է քարե նստարանին եվրոպական մի վանքի ներսում, ավելի քան 1000 տարի առաջ։ Արի թույլ լույսը ներս է թափանցում նեղ պատուհանից լուսավորում, փայտե մի փոքրիկ տախտակ, որը նա պահում է ձեռքերի մեջ։ Այդ կոպիտ մագերեսի վրա փորագրված այբուբենի տարրերը հայտնվում են նրա հետաքրքրասեր աչքերի առջ։ Երեխան չգիտի, բայց նա մասնակցում է մի լուր հեղափոխության մի փոխակերպման, որը հավերժ կփոխեր մարդու գրավոր խոսքի միջ հարաբերությունները։ Պատմությունը, որը ծավալվում է այդ պահից սկսած, ավելի հարուստ է զարմանալի, քան կարելի էր ենթադրել։ Եվ այն սկսվում է միջնադարից շատ առաջ հին աշխարհում, որտեղ կարդալ սովորելը զուտ դիմադրության գործողություն էր դժվարությունների դեմ։ Հասկանալու համար, թե ինչ է փոխվել միջնադարյան ժամանակաշրջանում, նախ պետք է հետ նայել այն քաղաքակրթություններին, որոնք հնարել են կարդալ ուսուցանելու առաջին մեթոդները։ Հին Հունաստանում արմտյան այբուբենի օրանում գրագիտության գործընթացը դանդաղ էր, տանջալից խորապես մեխանիկական։ Հույն երեխաներն իրենց ճանապարհը սկսում էին այբուբենի 24 տարրերի անունների անգիր անելով. ալֆա, բետա, գամմա, դելտա, էպսիլոն։ Յուրաքանչյուր անուն պետք է անգիր արվեր ճիշտ հաջորդականությամբ, իսկ հետո հակառակ ուղղությամբ։ Միայն անուններին տիրապետելուց հետո էր երեխային ներկայացվում գրաֆիկական ձերը նախ մեծատառերը, իսկ հետո փոքրատառերը։ Հաջորդ խնդիրն էր նախապես անգիր արված յուրաքանչյուր հնչյունը կապել դրա տեսողական պատկերման հետ։ Դա մի կտրտված գործընթաց էր, որն անջատում էր հնչյունը ձից, ձ իմաստից, իսկ իմաստը ընկալումից։ Այս մեթոդը հայտնի էր որպես տարակապակցում, տարրերով կարդալ գոյատեց տարեր շարունակ։ Աշակերտն անգիր էր անում տարրերի անունները, այնուհետ այդ տարրերը համակցում վանկերի մեջ, ի վերջո, փորձում միավորել վանկերը բառերի մեջ։ Այս մեխանիկական շղթան ձավորում էր ընթերցողների, ովքեր կարողանում էին վերծանել տարրերը մեկ առ մեկ, բայց հազիվ էին կարողանում հասկանալ տեքստը որպես ամբողջություն։ Արդյունքում ընթերցանությունը դանդաղ էր, տանջալից գրեթե անհամատեղելի իմաստի որոնման հետ։ Նույն այս մեթոդը ժառանգեցին հռոմեացիները, ովքեր այն ընդունեցին առանց փոփոխությունների։ Լատիներենը փոխարինեց հունարենին որպես ուսուցման լեզու, բայց դասավանդման մեխանիկան մնաց նույնը։ Եվ այդպես շարունակվեց ողջ անտիկ շրջանում ավելի քան 1000 տարի, երբ մարդկությունը նույն ձով էր սովորեցնում իր երեխաներին կարդալ։ Հենց այս կետում է, որ պատմությունը անսպասելի ընթացք է ստանում։ Որովհետև հենց այն ժամանակաշրջանում, որը շատերը համարում են մտավոր խավարի դարաշրջան միջնադարում, ծնվեց կրթության պատմության ամենակարևոր փոփոխություններից մեկը։ Այն գաղափարը, թե արմտյան հռոմեական կայսրության անկումը 476 թվականին Եվրոպան ընկղմեց տգիտության հետընթացի դարերի մեջ, ժողովրդական պատմագրության ամենակայուն առասպելներից մեկն է։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել ավելի ու ավելի հիմնավոր փաստերով, որ միջնադարյան քաղաքակրթությունը պատասխանատու է գիտելիքի տարբեր բնագավառներում զգալի առաջընթացի համար, գրագիտությունը դրանցից մեկն էր։ Այն, ինչ տեղի ունեցավ միջնադարյան դարերի ընթացքում, ոչ թե մտավոր մթագնում էր, այլ գիտելիքի խորը վերակազմավորում առաջնորդվող նոր հաստատությունների, նոր մեթոդների, նոր դերակատարների կողմից։ Առաջին մեծ փոփոխությունը վերաբերում է հենց կարդալ սովորեցնելու մեթոդին։ Միջնադարի առաջին դարերի ընթացքում կաթոլիկ եկեղեցու հետ կապված մանկավարժները սկսեցին կասկածի տակ դնել անտիկ շրջանից ժառանգված տարակապակցման արդյունավետությունը։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ կամ որտեղ է տեղի ունեցել այս բեկումը, բայց պատմական արձանագրությունները մատնանշում են ուսուցման մի գործիքի հայտնվելը, որը ներկայացնում էր արմատապես տարբեր մոտեցում։ Փայտե տախտակներ մագերեսին փորագրված այբուբենի տարրերով սկսեցին շրջանառվել միջնադարյան Եվրոպայի կրթական միջավայրերում։ Այս տախտակները փոքր էին, դյուրակիր նախատեսված էին երեխաների կողմից խաղային ձով օգտագործվելու համար։ Հաճախ դրանք պարանով կապվում էին փոքրիկ աշակերտների գոտկատեղին կամ բարանոցին, ովքեր դրանք գրում էին իրենց հետ ողջ օրվա ընթացքում, ասես դա խաղալիք լիներ։ Հին մեթոդի համեմատ տարբերությունը հիմնարար էր։ Տարրերի վերացական անուններն անգիր անելու փոխարեն երեխան ֆիզիկապես փոխազդում էր խորհրդանիշների հետ դիպչելով դրանց, ճանաչելով դրանք տարբեր համատեքստերում, աստիճանաբար բնականորեն ծանոթանալով դրանց ձերին։ Գրագիտությունը դադարում էր լինել մեխանիկական անգիր անելու վարժություն վերածվում էր մի տեսակ խաղի, որը կրթությունը ներառում էր երեխայի առօրյայի մեջ։ Այս տախտակները ներկայացնում էին այն ամենամոտ բանը, որն այդ ժամանակ գոյություն ուներ այն այբենարաններին, որոնք կհայտնվեին միայն շատ դարեր անց։ Դրանք, ըստ էության, ժամանակակից դիդակտիկ նյութի նախորդն էին մի գործիք, որը ստեղծված էր հատուկ երեխաների ուսումը հեշտացնելու համար։ Տարրերի ներառումը երեխայի աշխարհում տեղի էր ունենում աստիճանաբար հաստատուն կերպով առանց հին մեթոդին բնորոշ հոգնեցուցիչ կրկնությունների ճնշման։
Դա նշանակալի առաջընթաց էր, որը ծնվել էր մանկավարժական զգայունությունից, որը հազվադեպ է վերագրվում միջնադարյան մարդկանց։ Այնուամենայնիվ, ինչպես յուրաքանչյուր նորարարություն, այս նոր մեթոդը բախվում էր զգալի խոչընդոտների։ Եվ դրանցից ամենամեծն այն լեզուն էր, որով դասավանդվում էր։ Լատիներենը դարերի ընթացքում հաստատվել էր որպես Արմտյան Եվրոպայի մշակույթի գիտելիքի համընդհանուր լեզու։ Այն եկեղեցու, աստվածաբանության, փիլիսոփայության, իրավունքի դիվանագիտության լեզուն էր։ Բոլոր գարոր տեքստերը գրվում էին լատիներենով, հենց այդ լեզվով էին միջնադարյան երեխաները սովորում կարդալ։ Խնդիրն այն էր, որ լատիներենը եվրոպական բնակչության ճնշող մեծամասնության համար օտար լեզու էր։ Ֆրանսիայի գյուղացիական ընտանիքները խոսում էին բարբառներով, որոնք հիմք կդառնային ժամանակակից ֆրանսերենի համար։ Պիրենեան թերագղզում լեզուները, որոնք կվերածվեին պորտուգալերենի, կաստիլերենի, իսպաներենի, կատալաներենի, արդեն սկսում էին տարբերակվել։ Անգլիայում հին անգլերենը խառնվում էր սկանդինավյան նորմանդական ազդեցությունների հետ։ Եվրոպայի յուրաքանչյուր տարածաշրջանում առօրյա խոսակցական լեզուն տարբերվում էր այն լեզվից, որը դասավանդվում էր դպրոցներում վանքերում։ Տարածաշրջանային լեզու լսող խոսող երեխայի համար լատիներենով գրագիտություն ձեռք բերելը նման էր բոլորովին անհայտ լեզվով կարդալ սովորելուն։ Այս լեզվական պատնեժը անխուսափելիորեն առաջացնում էր անտարբերություն հուսահատություն։ Շատ երեխաներ թողնում էին ուսումը նախքան որե մակարդակի հասնելը։ Մշակութային լեզվի առօրյա լեզվի միջ հեռավորությունը մի անդունդ էր, որը քչերին էր հաջողվում հաղթահարել, որը խստորեն սահմանափակում էր միջնադարյան գրագիտության տարածումը։ Բայց դա միակ պատնեշը չէր։ Հասկանալու համար, թե ինչու եվրոպական բնակչության ճնշող մեծամասնությունը մնաց անգրագետ ողջ միջնադարի ընթացքում, պետք է քննել սոցիալական կառուցվածքը, որը որոշում էր, թե ով ուներ, ով չուներ կրթության հասանելիություն։ Եվ դրա համար անհրաժեշտ է մտնել այն տիեզերքը, որն ավելի քան որե այլ բան ձավորեց միջնադարյան արմուտքի մտավոր կյանքը վանքերի տիեզերքը։ Վանքերը միջնադարի մեծ մասի ընթացքում Եվրոպայի միակ պաշտոնական կրթական կենտրոններն էին։ Դրանք կրոնական համայնքներ էին կազմակերպված խիստ կանոններով, որտեղ վանականներն ու միանձնուհիները իրենց կյանքը նվիրում էին աղոթքին, ձեռքի աշխատանքին, ուսմանը։ Արմտյան Եվրոպայի առաջին մեծ վանքը հիմնադրվել է Սուրբ Բենեդիկտոս Նուրսիացու կողմից Իտալիայի Մոնտե Կասինոյում, մոտ 529 թվականին։ Այդ ժամանակից ի վեր բենեդիկտյան վանքերը տարածվեցին ողջ մայրցամաքում, դառնալով միջնադարյան քաղաքակրթության իսկական հենասյուները։ Այս համայնքների ներսում գիտելիքը մշակվում էր այնպիսի նվիրումով, որը թե մտավոր էր, թե հոգոր։ Կարդալ գրել սովորելը վանականների համար Աստծուն ծառայելու ձեր, նրա խոսքը պահպանելու փոխանցելու միջոց։ Եվ հենց վանքերում ծնվեց արմուտքի մշակութային պատմության ամենաարտասովոր սովորույթներից մեկը գրքերի ձեռագիր արտագրումը։ Սկրիպտորիում ֆջբեմփբեֆեթ կոչվող հատուկ սենյակում, որը գտնվում էր վանքերի ներսում, գրիչ վանականները ժամեր շարունակ մանրակրկիտ աշխատանք էին կատարում տեքստերի վերարտադրման վրա։ Սկրիպտորիումը սովորաբար ընդարձակ սենյակ էր լայն պատուհաններով բնական լույսից օգտվելու համար, քանի որ մոմի լույսի տակ գրելը չափազանց վտանգավոր էր։ Անվերահսկելի բոցը կարող էր ոչնչացնել ձեռագրերը, որոնց ավարտի համար ամիսներ էին պահանջվել։ Գրիչները օգտագործում էին խնամքով տաշված սագի փետուրներ թաթախված ձեռքով պատրաստված թանաքների մեջ։ Որպես գրության հիմք ծառայում էր մագաղաթը, որը պատրաստվում էր գարան, այծի կամ ոչխարի կաշվից մշակված հաղկված պեմզայով, մինչ հարթ մագերես ստանալը։ Արտագրման գործընթացը դանդաղ էր, պահանջում էր բացարձակ կենտրոնացում։ Մեկ գիրքը կարող էր ամիսներ տել։ Շատ ձեռագրեր զարդարվում էին մանրանկարներով, իլյումինացիաներով, նուրբ նկարներով, որոնք էջերը զարդարում էին տպավորիչ տեսողական հարստությամբ։ Մանրանկարչության լատիներեն տերմինը «ժետրվերտուպց» նշանակում է լուսավորել, վերաբերում է ոսկե թիթեղների օգտագործմանը, որոնք ստիպում էին էջերին փայլել, երբ լույսն ընկնում էր դրանց վրա։ Գույները ստացվում էին բնական աղբյուրներից, բույսերից, հանքանյութերից, նույնիսկ միջատներից արդյունահանված պիգմենտներից։ Սկրիպտորիումի արտադրական շղթայում տարբեր վանականներ կատարում էին հատուկ գործառույթներ։ Գրիչը պատասխանատու տեքստի գրության համար, ռուբրիկատորը պատասխանատու զարդարված գլխատարերի համար, մանրանկարիչը, ով ստեղծում էր պատկերազարդումները։ Այս ողջ աշխատանքը համակարգվում էր գրադարանավարի կողմից, ով որոշում էր, թե որ տեքստերն են արտագրվելու։ Մարդկային գիտելիքի պահպանման համար այս աշխատանքի կարողությունը դժվար է գերագնահատել։ Առանց գրիչ վանականների հունական լատինական գրականության մեծ մասը հավերժ կանհետանար։ Հենց նրանք են արտագրել պահպանել Արիստոտելի, Պլատոնի, Կիկերոնի, Վիրգիլիոսի շատ այլ հեղինակների գործերը, որոնց բնագրերը գորել են։ Հենց նրանք են բազմապատկել սուրբ տեքստերի օրինակները, ապահովելով քրիստոնեական ավանդույթի փոխանցումը։ Եվ հենց նրանք են, զարդարելով այդ տեքստերը մանրանկարներով, ստեղծել պատմության ամենանուրբ արվեստի ձերից մեկը։ Լուր նվիրված աշխատանքի այս առօրյան հիանալի կերպով նկարագրված է իտալացի գրող Ումբերտո Էգոյի «Վարդի անունը» վեպում դրա հետագա կինոադապտացիայի մեջ։
Ստեղծագործությունը ընթերցողին տեղափոխում է 14-րդ դարի բենեդիկտյան աբբայության ներսը, որտեղ լաբիրինթոս հիշեցնող գրադարանը նրա թանկարժեք ձեռագրերը գտնվում են առեղծվածի փիլիսոփայության պատմության խաչմերուկում։ Սակայն նույն կառուցվածքը, որը թույլ տվեց պահպանել գիտելիքը, նա ստեղծեց մենաշնորհ դրա նկատմամբ։ Վանքերը գրեթե միակ վայրերն էին, որտեղ գրքեր կային, իսկ հոգորականությունը գրեթե միակ սոցիալական խումբն էր, որը գիտեր կարդալ։ Մեկ ձեռագրի արտադրությունը պահանջում էր այնքան ժամանակ, աշխատանք, ռեսուրսներ, որ գրքերը չափազանց հազվադեպ արժեքավոր առարկաներ էին։ Գիրք ունենալը արտոնություն էր վերապահված եկեղեցուն, շատ հազվադեպ դեպքերում բարձրագույն ազնվականությանը։ Բնակչության ճնշող մեծամասնության համար, ներառյալ գյուղացիները, արհեստավորները, նույնիսկ արիստոկրատիայի շատ անդամներ, գրավոր խոսքի աշխարհը մնում էր լիովին անհասանելի։ Այս բացառման պատճառը գնում էր գրքերի պարզ սակավությունից այն կողմ։ Միջնադարի սոցիալական կառուցվածքը գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ որոշում էր, թե ով կունենա կրթության հասանելիություն, ով ոչ։ Կրթական կենտրոնները կաթոլիկ հաստատություններ էին։ Դրանցում ընդունվելը գործնականում պայմանավորված էր կրոնական կյանքով ապրելու որոշմամբ։ Ազնվականության ժառանգության կանոնները վճռորոշ դեր էին խաղում այս գործընթացում։ Եվրոպական թագավորությունների մեծ մասում ազնվականության տիտղոսը ընտանիքի ունեցվածքը փոխանցվում էին բացառապես ավագ որդուն հետելով անդրանիկության մայորատի սկզբունքին։ Կրտսեր եղբայրները մնում էին առանց հողերի, առանց տիտղոսի, առանց հստակ հեռանկարների։ Նրանց մնում էր երկու ընտրանք բախտ որոնել որպես թափառող ասպետներ առաջարկելով իրենց ռազմական ծառայությունները տարբեր տերերի, կամ անցնել կրոնական կյանքի, որտեղ կգտնեին ապաստան, սնունդ որպես հետանք կրթություն։ Ազնվական կանանց համար իրավիճակը նույնքան սահմանափակող էր։ Ամուսնությունը պահանջում էր օժիտի վճարում ապագա ամուսնուն մի ծախս, որը շատ ընտանիքներ կարող էին հոգալ միայն մեկ անգամ։ Այսպիսով, սովորական էր, որ միայն ավագ դուստրը նախատեսված լիներ ամուսնության համար, մինչդեռ կրտսեր քույրերն ուղարկվում էին մենաստաններ, որտեղ դառնում էին միանձնուհիներ։ Եկեղեցական կյանքը, հետաբար, ազնվականության շատ անդամների համար ոչ թե գոչում էր, այլ տնտեսական սոցիալական հանգամանքների պարտադրանք։ Եվ հենց վանքերի ու մենաստանների պատերի ներսում էր, որ այս մարդիկ գտնում էին կարդալ գրել սովորելու միակ իրական հնարավորությունը։ Գյուղացիների համար, ովքեր կազմում էին բնակչության մեծամասնությունը, նույնիսկ այս ուղին հասանելի չէր։ Ֆեոդալական համակարգով հողին կապված, առանց ռեսուրսների սոցիալական շարժունակության գյուղացիները ապրում մեռնում էին առանց երբեք գրավոր խոսքի հետ շփվելու։ Անգրագիտությունը նորմ էր, ոչ թե բացառություն։ Նույնիսկ սոցիալական հիերարխիայի ամենաբարձր մակարդակներում գրագիտությունը հեռու էր համընդհանուր լինելուց։ Կան պատմական արձանագրություններ, որոնք բացահայտում են մի զարմանալի փաստ։ Նույնիսկ դեպի նոր ժամանակներ անցման շրջանում, երբ սկսեցին ձևավորվել առաջին ազգային պետությունները, որոշ թագավորներ անգրագետ էին։ Այս միապետները գրադարաններ էին պահում ոչ թե այն պատճառով, որ կարդալ գիտեին, այլ որովհետև հատորները ներկայացնում էին ուժ հեղինակություն։ Եվ հենց այս համատեքստում է, որ մանրանկարների կարողությունը դառնում է ավելի ակնհայտ։ Մի աշխարհում, որտեղ մարդկանց մեծ մասը կարդալ չգիտեր, պատկերները հաղորդակցության հիմնական միջոցն էին։ Ձեռագրերի պատկերազարդումները սոսկ զարդարանք չէին։ Դրանք գիտելիքի փոխանցման գործիքներ էին, տեսողական հաղորդագրություններ, որոնք կարող էին հասկացվել շատ ավելի լայն լսարանի կողմից, քան գրավոր բառերը։ Մանրանկարները պատմում էին աստվածաշնչյան պատմություններ, ներկայացնում էին առօրյա տեսարաններ, պատկերում էին աստվածաբանական բարոյական հասկացություններ։ Դրանք մի դարաշրջանի համընդհանուր լեզուն էին, երբ գիրը քչերի արտոնությունն էր։ Այս պատկերը սկսեց զգալիորեն փոխվել 15-րդ դարում, երբ մի գյուտ հավերժ փոխեց մարդկության պատմությունը։ Մոտ 1455 թվականին գերմանական Մայնց քաղաքում Յոհաննես Գուտենբերգ անունով մի ոսկերիչ ավարտեց շարժական տարերով տպագրության մշակումը։ Այն, ինչ նա ստեղծեց, մի համակարգ էր, որը համատեղում էր բազմակի օգտագործման մետաղական տարրերը մեխանիկական մամլիչի յուղի հիմքով հատուկ թանակի հետ հնարավոր դարձնելով տեքստի բազմաթիվ օրինակների արտադրությունը այնպիսի արագությամբ, որին ոչ մի գրիչ չէր կարող հասնել։ Նրա առաջին մեծ նախագիծը լատիներեն աստվածաշնչի տպագրությունն էր, որը հայտնի է որպես 42 տողանի աստվածաշունչ, մինչ օրս համարվում է տպագրության մեծագույն ձեռքբերումներից մեկը։ Տպագրության ազդեցությունը արտասովոր էր։ Գրքերի արտադրության ինքնարժեքը կտրուկ նվազեց։ Այն, ինչ նախկինում պահանջում էր ամիսների ձեռքի աշխատանք, այժմ կարող էր իրականացվել ժամանակի մի փոքր հատվածում։ Գրքերը, որոնք նախկինում հազվադեպ էին անհասանելի, սկսեցին շրջանառվել ավելի ու ավելի մեծ քանակությամբ։ Հետանքը եղավ ընթերցողների թվի զգալի աճը գրագիտության նկատմամբ աճող պահանջարկը։ Առաջին անգամ կարդալ սովորելը դադարում էր լինել բացառապես հոգորականությանը, վերապահված կարիք դառնում էր հասարակության ավելի ու ավելի լայն շերտերի ձգտում։ Տպագրությունը գոտրել էր այն մենաշնորհը, որը եկեղեցին պահպանում էր գրքի նկատմամբ։
Գրագիտության պահանջարկի աճի հետ մեկտեղ սկսեցին ի հայտ գալ ուսուցման նոր մեթոդներ խթանված տպագրության ընձեռած հնարավորություններով։ Այս նոր դարաշրջանի առաջին արտացոլումներից մեկը գրության ուսուցմանը նվիրված ձեռնարկների հայտնվելն էր։ 1522 թվականին իտալացի գրիչ տարատեսակների դիզայներ Լուդովիկո Վիչենտինո դելի Արիգին Հռոմում հրատարակեց 32 էջանոց մի փոքրիկ հատոր Լա օպերինա «Թու թենցպրտու» վերնագրով։ Այդ համեստ գրքույկը, իրականում, պատմական հանգրվան էր առաջին հրատարակված գեղագրության գործնական ձեռնարկը։ Արիգին, ով աշխատում էր որպես գրագիր Վատիկանի առաքելական գրասենյակում, Լա օպերինան նվիրեց կանցելյար Չունտցու գրության ուսուցմանը գեղագրության այն ոճին, որն օգտագործվում էր Սուրբ Աթոռի պաշտոնական փաստաթղթերում, որը հետագայում հայտնի դարձավ որպես շեղագիր Զերուդրի։ Ձեռնարկը բաղկացած էր էջերից, որոնք տպագրվել էին արվեստագետ Ուգո դա Կարպի կողմից ստեղծված փայտագրությունների հիման վրա հավատարմորեն վերարտադրելով Արիգիի գեղագրական գծերը։ Դա մի գործիք էր մտածված լայն հանրությանը գրության արվեստը սովորեցնելու համար առանց վարպետ գեղագրի անհատական հրահանգների անհրաժեշտության։ Լա օպերինան մոդել դարձավ բազմաթիվ գեղագրության ձեռնարկների համար, որոնք հաջորդեցին հետագա դարերում, իսկ շեղագիրը, որը նա դասավանդում էր, շարունակում է կիրառվել ուսումնասիրվել մինչ օրս։ Ավելի քան մեկ դար անց մեկ այլ մտածող մանկավարժական նորարարությունը կբարձրացներ էլ ավելի բարձր մակարդակի։ Յան Ամոս Կոմենսկին, ով ավելի հայտնի է իր լատինացված Կոմենյուս անունով, մանկավարժ աստվածաբան էր ծնված Մորավիայում, ներկայիս Չեխիայի Հանրապետություն, 1592 թվականին։ Կոմենյուսը ապրեց կրոնական պատերազմներից քաղաքական հակամարտություններից հոշոտված Եվրոպայում, բայց իր կյանքը նվիրեց համընդհանուր խաղաղարար կրթության որոնմանը։ 1658 թվականին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում նա հրատարակեց մի գործ, որը հեղափոխեց մանկական կրթությունը տեսանելի աշխարհը պատկերներով Դա առաջին լայնորեն օգտագործվող դասագիրքն էր, որը համատեղում էր տեքստերը պատկերազարդումների հետ մի հայեցակարգ, որն այսօր մեզ ակնհայտ է թվում, բայց այն ժամանակ ներկայացնում էր կատարյալ խզում գործող մանկավարժական ավանդույթից։ Օրբիս Պիկտուսը պարունակում էր 150 պատկերազարդում ուղեկցված լատիներեն գերմաներեն պարզ տեքստերով ընդգրկելով թեմաների հանրագիտարանային շրջանակ կենդանիներ, բույսեր, բնության տարրեր, մարդկային գործունեություն, արհեստներ, սովորույթներ, կրոնական հասկացություններ։ Յուրաքանչյուր պատկեր ուղեկցվում էր տարրերով թվերով, որոնք այն կապում էին համապատասխան տեքստի հետ ստեղծելով ուղղակի կապ տեսողականի խոսքայինի մեջ։ Կոմենյուսի մեթոդը հիմնված էր մի հիմնարար սկզբունքի վրա։ Ուսուցումը պետք է հարգեր երեխայի բնությունը, ներգրավեր նրա զգայարանները։ Մեխանիկական անգիր անելը պետք է տեղը զիջեր ակտիվ ուսուցմանը հիմնված դիտարկման փորձի վրա։ Օրբիս Պիկտուսը այդ փիլիսոփայության մարմնավորումն էր մի գիրք, որը հրավիրում էր երեխային ուսումնասիրել աշխարհը պատկերների միջոցով յուրաքանչյուր բառ կապելով տեսողական պատկերի հետ, որը նրան իմաստ էր տալիս։ Աշխատությունը թարգմանվեց ավելի քան 26 լեզուներով, հրատարակվեց ավելի քան 200 հրատարակություններով հաջորդ 3 դարերի ընթացքում։ Երեսնամյա պատերազմից ավերված Գերմանիայի շրջաններում մայրերը սովորեցնում էին իրենց երեխաներին կարդալ օգտագործելով դրա էջերը։ Այս նոր մեթոդների ուսումնական նյութերի հայտնվելը անբաժանելի էր Եվրոպայում տեղի ունեցող ավելի լայն մշակութային փոխակերպումից։ Դրա ամենակարևոր չափումներից մեկը ազգային լեզուների վերելքն էր ի վնաս լատիներենի։ Ողջ միջնադարի ընթացքում լատիներենը գործել էր որպես մտավոր աշխարհի lingua franca, բոլոր ակադեմիական, աստվածաբանական իրավաբանական տեքստերը շարադրվում էին լատիներենով, համալսարաններում դասախոսությունները տրվում էին այդ լեզվով։ Լատիներենը երաշխավորում էր հաղորդակցությունը տարբեր տարածաշրջանների գիտնականների մեջ, բայց մինույն ժամանակ պատնեշ էր ստեղծում գրագետ մշակույթի ընդհանուր բնակչության մեջ։ Այս պատնեշը սկսեց աստիճանաբար գոտրվել 15-16 դարերի ընթացքում, երբ գրողները սկսեցին ստեղծագործել իրենց մայրենի լեզուներով։ Այս անցման մի առանձնահատուկ խորհրդանշական պահ տեղի ունեցավ 17-րդ դարում, երբ ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը որոշեց գրել իր դատողություն մեթոդի մասին աշխատությունը ֆրանսերենով, ոչ թե լատիներենով։ Հրատարակված 1637 թվականին Հոլանդիայում դատողությունը առաջարկում էր նոր մեթոդ բանական մտածողությունը վարելու համար, բայց նույնքան գարոր, որքան երկի փիլիսոփայական բովանդակությունը, այն մշակութային քայլն էր, որը նա ներկայացնում էր։ Գրելով ֆրանսերեն Դեկարտը հայտարարում էր, որ գիտելիքը չպետք է լինի բացառապես լատիներենին տիրապետող դոկտորների սեփականությունը, այլ հասանելի լինի բանականությամբ օժտված բոլոր անհատներին։ Այս քայլին հետեցին այլ մտածողներ, հաջորդ դարերի ընթացքում ազգային լեզուները փոխարինեցին լատիներենին որպես մտավոր արտադրության միջոցներ։ Այս լեզվական փոփոխությունը պայմաններ ստեղծեց ընթերցող լսարանի աննախադեպ ընդլայնման համար։ Երբ գրքերը սկսեցին գրվել այն լեզուներով, որոնցով մարդիկ խոսում էին, ընթերցանությունը դադարեց լինել թարգմանչական վարժություն, դարձավ ուղղակի հաղորդակցություն։ Ավելի շատ ընթերցողների առկայությամբ կրթության պահանջարկը մեծացավ։
Դպրոցները սկսեցին բազմազանվել։ 12-րդ դարում առաջին եվրոպական համալսարանները հայտնվել էին Բոլոնիայում, Փարիզում, Օքսֆորդում բերելով ուսուցումը վանքերի պատերից դուրս։ Ուսումնական ծրագիրը բաժանվում էր երկու փուլի. Տրիվիում փաբրզբտ, որն ընդգրկում էր քերականություն, հռետորաբանություն, դրամաբանություն, քվադրիվիում բֆունջբրզբտ, որն ընդգրկում էր թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղագիտություն։ Թե ուսուցումը շարունակվում էր լատիներենով, եկեղեցու ազդեցությունը մնում էր ուժեղ, համալսարանները ներկայացնում էին նոր տարածք բանավեճի գիտելիքի համակարգման համար։ Բայց կրթության իրական հեղափոխությունը կգար լուսավորականության գաղափարների ֆրանսիական հեղափոխության ազդեցությամբ։ 18-րդ դարի լուսավորական շարժումը մարդկային բանականությունը դրեց բոլոր հարցերի կենտրոնում, պաշտպանեց կրթությունը որպես ազատագրման գործիք։ Մտածողներ, ինչպիսիք են Վոլտերը, Ռուսոն, Դիդրոն, պնդում էին, որ գիտելիքը պետք է լինի բոլոր քաղաքացիների իրավունքը։ Երբ 1789 թվականին բռնկվեց ֆրանսիական հեղափոխությունը, առաջին բարձրացված դրոշակներից մեկը հանրային, անվճար պետության կողմից տրամադրվող կրթության իրավունքն էր։ Անգլիայում լիբերալիզմը կրթությանը վերագրում էր հնարավորությունների հավասարեցնողի դեր գործիք, որը թույլ կտար համեստ ծագում ունեցող անհատներին հասնել բարձր դիրքերի սեփական արժանինքների շնորհիվ։ Այս գաղափարները դարերի գործընթացի արդյունք էին։ Ոչ բոլոր եվրոպական երկրները հետեցին այս գործընթացին նույն տեմպով։ Պորտուգալիան, օրինակ, դեռ գրում էր միջնադարյան մտածողության խորը հետքերը, երբ նրա ծովագնացները հասան Բրազիլիա 1500 թվականին։ Երկիրը գտնվում էր մի ոտքով միջնադարում, իսկ մյուսով առաջ շարժվելով դեպի արտիականություն։ Պորտուգալիայում ուսուցումը մնաց եկեղեցու գրեթե բացարձակ վերահսկողության տակ շատ ավելի երկար, քան եվրոպական այլ ազգերի մոտ։ Կրթական բարեփոխումները թափ կստանային միայն 18-րդ դարում Մարկիզ դե Պոմբալի միջոցառումներով, ով ուսուցման վերահսկողությունը հիսուսյաններից փոխանցեց պետությանը։ Բայց այս փոփոխությունները չափազանց ուշ եկան Բրազիլիայի գաղութացման վրա ազդելու համար, որն իր առաջին դարերի ընթացքում ձևավորվեց մի մտածողությամբ, որտեղ կրթությունը շատ քչերի արտոնությունն էր։ Հետ նայելիս հասկանում ենք, որ գրագիտության պատմությունը նա այն պատնեշների պատմությունն է, որոնք խոչընդոտել են գիտելիքի հասանելիությունը, այն ջանքերի, որոնք գործադրվել են դրանք տապալելու համար։ Անտիկ շրջանում պատնեժը մեթոդն էր մի ուսուցման համակարգ այնքան մեխանիկական չոր, որ ընթերցանությունը վերածում էր տանջանքի։ Միջնադարում պատնեշները բազմապատկվեցին։ Լատիներենը որպես ուսուցման լեզու, գրքերի սակավությունը, եկեղեցու մենաշնորհը կրթության նկատմամբ, սոցիալական կառուցվածքը, որը բնակչության մեծամասնությանը դատապարտում էր անգրագիտության։ Տպագրության գյուտը տապալեց այդ պատնեշներից մի քանիսը, բայց ոչ բոլորը։ Ազգային լեզուների վերելքը ճանապարհ հարթեց ավելի լայն ընթերցող լսարանի համար, բայց կրթության համընդհանուր հասանելիությունը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ ժամանակակից պետությունները ստանձնեցին այդ իրավունքը երաշխավորելու պատասխանատվությունը։ Այս ճանապարհի յուրաքանչյուր փուլ նշանավորվել է գործիչներով, որոնց ավանդը արժանի է հիշատակման։ Անանուն գրիչ վանականները, ովքեր իրենց լուր սկրիպտորիումներում պահպանեցին մարդկության մտավոր ժառանգությունը։ Լուդովիգո Արիգին, ով գրության արվեստը վերածեց փոխանցելի գիտելիքի։ Յոհաննես Գուտենբերգը, ում գյուտը բազմապատկեց բառերը ինչպես երբեք նախկինում։ Կոմենյուսը, ով համարձակվեց պատկերներ դնել մանկական գրքերի մեջ, որովհետ հավատում էր, որ սովորելը պետք է լինի ուրախություն։ Ռենե Դեկարտը, ով գրեց ֆրանսերենով, որովհետ հավատում էր, որ բանականությունը պատկանում է բոլորին։ Միջնադարում գրագիտության պատմությունը մեզ բացահայտում է, որ այսպես կոչված խավարի դարերը իրականում դանդաղ, բայց վճռական ձլարձակման շրջան էին։ Վանքերում ցանված սերմերը, երեխաների պարանոցից կախված այբուբենի տախտակները, արի լույսով լուսավորված սկրիպտորիումները, Գուտենբերգի առաջին տպագիր գրքերը, Կոմենյուսի պատկերազարդ էջերը, այս բոլոր սերմերը ծաղկեցին հաջորդ դարերում ծնունդ տալով այն գրագետ աշխարհին, որում մենք ապրում ենք այսօր։ Դա մի պատմություն է, որը մեզ հիշեցնում է, որ առաջընթացը հազվադեպ է ընթանում ուղիղ գծով, որ գիտելիքը, երբ մեկ անգամ վառվում է, երբեք լիովին չի հանգչում։ Եթե գրավոր խոսքի ուղիներով այս ճամփորդությունը արթնացրեց ձեր հետաքրքրությունը, դիպավ ձեր հոգուն, հաշվի արեք, որ այս ալիքը գոյություն ունի հենց սրա նման պատմությունները, լույս աշխարհ բերելու համար պատմություններ, որոնք մոռացվել էին ժամանակի էջերի մեջ արժանի են պատմվելու։ Բաժանորդագրվեք, թողեք ձեր մեկնաբանությունը կիսվելով այն ամենով, ինչն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը։ Օգնեք այս բովանդակությանը հասնել ավելի շատ մարդկանց, ովքեր, ինչպես անցյալի գրիչ վանականները, հավատում են, որ գիտելիքը մի բան է, որն արժանի է պահպանվելու կիսվելու։ Յուրաքանչյուր հավանում, յուրաքանչյուր բաժանորդագրություն, յուրաքանչյուր մեկնաբանություն նման է ձեռագրի նոր օրինակի մի միջոց երաշխավորելու, որ այս պատմությունները շարունակեն ապրել հասնեն նրանց, ովքեր կարիք ունեն դրանք լսելու։